Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ուրեմն ինչպես մոտավորապես արդեն պատկերացրեցիք վերնագրից ելի ժողովուրդ, ես շատ կուզենայի այսօր այս ուղիղ եթերի ժամանակ իմի բերել մեր ժողովրդի, մեր հայրենակիցների, անկախ նրանից մենք ինչ կարծիք ունենք այս մարդկանց մասին, անկախ նրանից որ մեկին ենք քննադատում, որին ենք ասում լավը, որին ենք ասում վատը, հաշվի առնելով ժամանակաշրջանը, սիրելի ժողովուրդ, ես սրա մասին բազմիցս ասել եմ, որ խորհրդային շրջանում մենք այդպես ընտրության իրավունք չունեինք, մենք չէինք կարող ասել, գիտես ինչ, ես չեմ ուզում քեզ համար սա անել կամ նա անել, գոյություն ուներ ինչ-որ գծված այսպես արդեն սխեման գծված էր, դրված էր, որ մենք ապրում ենք սովետական միությունում եւ ունենք ընդհանուր այսպես չակերտների մեջ իհարկե հայրենիք խորհրդային միություն։ Բայց ես ուզում եմ մենք մի կարճ ակնարկով հետ գնանք մոտավորապես մի 100 տարի առաջ, հնարավորինս կարճ, հետո կգանք կհասնենք մեր օրեր։ Ես ուզում եմ նախապես ձեզ զգուշացնել կամ տեղեկացնել, չգիտեմ, որպեսզի հետո թյուրիմացություններ չլինի։ Ես այս ամենին, ինչ որ հիմա ձեզ կասեմ, ինչի մասին որ ձեզ կպատմեմ, ինչը որ կընդհանրացնեմ, այսպես ասած, այս ամենի մեջ չեմ դնում քաղաքականություն, չեմ դնում պաթոս, չեմ դնում մեղադրանքներ այս կամ այն մարդու անվանը կապված կենսագրականին, այս ժողովրդին, այն ժողովրդին, որպեսզի ավելի պարզ լինի ինչի մասին է խոսքը, սիրելի ժողովուրդ, ես ընդամենը կներկայացնեմ ձեզ փաստեր, փաստերի արդյունքում կգանք կնայենք մեր այսօրվա հայաստանյան, այսպես ներքին, ոչ միայն ներքին, նաև արտաքին, այսպես ասած անվտանգությանը, հետո մնացածը ես կթողնեմ ձեզ, դուք արդեն ինքներդ այսպես վերլուծություն կանեք, ինքներդ կորոշեք, որը որից հետո։ Ես ընդամենը ձեզ կներկայացնեմ փաստեր, թե ինչպես ժամանակի ընթացքում դեռևս ցարական Ռուսաստանի ժամանակ, հետո նաև արդեն հեղափոխական Ռուսաստանում հայերը ինչպես նպաստեցին Կրեմլի այսպես չակերտավոր եւ թեկուզ առանց չակերտների անվտանգությանը, որին նա հասել է մինչ օրս, հայերը ինչպես նպաստեցին։ Եվ կրկնում եմ, սա կլինի ոչ թե նրա համար, որպեսզի, չգիտեմ, Կրեմլի երեսին տան կամ չգիտեմ ինչ անեն, Կրեմլին ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Իմ արածի նպատակը եղել եւ մնում է, սիրելի ժողովուրդ, բոլոր սլաքները հետ ուղղել դեպի ներս։ Գալ եւ հասնել ընդամենը մեկ հարցի. ինչն էր խանգարում անհիշելի ժամանակներից եւ դեռ խանգարում է մինչեւ այսօր հային հայ մնալու սեփական տան մեջ, ոչ թե դրսում կլինի ԱՄՆ, Հնդկաստան, Չինաստան, սա կարևոր չի։ Հիմա տեսեք 1900 թվականների սկիզբ։ Սկսենք նրանից, որ այսօրվա Ադրբեջան կոչվող պետությունը, որը որպես ժողովուրդ, եթե կարելի այդպես ասել, ժողովուրդը կայացավ միայն 1936 թվականին։
Դրանից առաջ գոյություն ուներ Ադրբեջանի Հանրապետություն, մի քանի տարի առաջ արդեն Խորհրդային Հանրապետություն, բայց այդ ժողովուրդ որպես այդպեսին ընդամենը 36 թվականից այս կողմ կայացան, այսպես ասած։ Հիմա Գյուլիստանի պայմանագրով նախկինում Իրանի մաս կազմող այդ տարածքը այսպես դարձավ ուղղակի խորհրդային տարածք, մտավ խորհրդային տարածք։ Այս պետությունը հետագայում կոչվեց Ադրբեջան, հետագայում, բայց մինչև Ադրբեջան կոչվել 1900-ական թվականների սկիզբ։ Խոսքն այստեղ Ադրբեջանի մասին չի, խոսքը մեր մասին է։ Բաքուն, ինչպես գիտեք, երբ որ արդեն հայտնի դարձավ, որ Բաքվում նավթի պաշարներ կան, աշխարհի մեծահարուստները կենտրոնացան Բաքվում։ Նոբելներ, Ռոթշիլդներ, Ռոքֆելերներ եւ ինչ ազդեցություն, ինչ լծակների էին տիրապետում 1900-ականների սկզբին հայ մեծահարուստները Բաքվում։ Ուրեմն ըստ հաստատված տվյալների Ալեքսանդր Մանթաշյանը, նույն ինքը Մանթաշովը, արտահանում էր Բաքվի նավթի ողջ ծավալի կեսից ավելին, Մանթաշովը ֆինանսավորեց Բաքու-Բաթումի նավթատարի շինարարությունը։ Այնուհետև հայտնվեց Միքայել Արամյանցը, Մանթաշովի ընկերը։ Միքայել Արամյանցը առաջինն էր, որ ցիստերներով նավթը Ադրբեջանից դուրս բերեց մինչև Թիֆլիս։ Հետո Գալուստ Գյուլբենկյանը եկավ։ Գալուստ Գյուլբենկյանը համարվում է British Petroleum-ի համահիմնադիրներից, ինչպես նաև Turkish Petroleum-ի համահիմնադիրներից։ Հիմա տեսեք, չեն կենտրոնանալու անձերի վրա, կենսագրականների վրա, չգիտեմ ինչերի վրա, սկսում ենք դարասկզբից, ինչ լծակների են տիրապետում։ Ասում են, որ Մանթաշովի հետ մի սեղանի շուրջ նստելը կամ նրա հետ զրուցելը, նրան ձեռքով բարևելը մեծ պատիվ էին համարում Ռոթշիլդներն ու Ռոքֆելերները։ Մոտավոր նույն ժամանակաշրջանում Իրանից Ռուսաստան գաղթած Լիանոսյանների, այսպես ասած, որդին, Լիանոզով, ավելի շուտ, հա, որտեղ ռուսներն այդպես են ասում, հիմնեց ռուսական հսկա օյլ նավթային կազմակերպությունը։ Լիանոսյան, Գալուստ Գյուլբենկյան, Միքայել Արամյանց եւ Մանթաշով։ Ես դեռ չեմ խոսում 1000 ու այդպես Ղուկասովներ, չգիտեմ ինչեր, սրա մասին չենք խոսում։ Խորհրդային Ադրբեջանը դեռևս խորհրդային չէր։ Արդեն հեղափոխական շրջանում Լենինը Բաքու գործուղեց ոչ անհայտ Շահումյանին։ Շահումյանը կարողացավ այնտեղ խորհրդային կարգերի այդպես հաստատման համար ինչ որ պետք էր գաղտնագրեց, դուք այդ ներողություն հավաքագրեց, դուք այդ պատմությունը գիտեք, ինչպես բոլշևիկները, այսպես ասած, իշխանությունը վերցրեցին Բաքվում։ Ադրբեջանը դարձավ սովետական Ադրբեջան, հետո սովետական Հայաստան, սովետական Վրաստան, այսպես շարունակելով գնաց։ Բայց եկեք հասնենք արդեն 1930-ական թվականներ, նախ մինչև 30-ը, ինչի համար, մինչև 30-ը։ Ուրեմն, երբ որ բոլշևիկներն արդեն վերցրեցին իշխանությունը, ես հիմա կփորձեմ յուրաքանչյուր այդ կերպարի մասին մի երկու նախադասությունով ձեզ ասել, որպեսզի ընդհանրացնենք այս ամեն ինչը, հա։ Ռուսական նավատորմի լեգենդ մինչ օրս, թեև այս մարդու մասին ինֆորմացիան մեզ հայտնի դարձավ առնվազն ԽՍՀՄ փլուզումից հետո եւ այն էլ շատ սուղ ինֆորմացիա, որտեղ ռուսներն ամեն ինչ արեցին, որ այս մարդու մասին ինֆորմացիան կամ աղավաղեն կամ հնարավորինս ուղղակի ջնջեն պատմության էջերից։ Բայց լեգենդար, շատ հզոր լեգենդար Ալեքսանդր Գարսոևը, նույն ինքը Ալեքսանդր Գարսոյան, արդեն բոլշևիկների համար ջրի հատակից բառացի, սիրելի ժողովուրդ, բառացի վեր հանեց ջարդոնի վերածված ցարական Ռուսաստանի նավատորմը եւ նվիրեց բոլշևիկներին։ Ալեքսանդր Գարսոևը։ Սանահինցիների մասին չեմ ուզում խոսել, արդեն բազմիցս ասել եմ, հա, ինչպես Միկոյանը զարգացրեց տնտեսությունը արդեն 33-34 թվականներից,
Եկեք հասնենք պատերազմին։ Հասնենք պատերազմին, բայց չխոսենք դարձյալ այն 100,000-ավոր զինվորների կամ չգիտեմ գեներալների կամ չգիտեմ ում մասին, խոսենք անհատ մարդկանց մասին։ 1941 թվական։ Եկեք խոսենք Յուլիան Համոյի մասին։ Ընդամենը մի մարդ, մեկ անուն, որի կենսագրականը, երբ որ 41 թվականի այդ պատմության էջերից հանկարծ բացառենք, ես սա բազմիցս կրկնել եմ սիրելի ժողովուրդ, թյուրիմացություններից խուսափելու համար եւ հիմա նորից կասեմ, ես երբևէ չեմ պնդել, թե այն ինչ որ արել են հայերը, ուրիշ մեկը չէր անի դա։ Ոչ, ես ընդամենը փորձում եմ համադրել այս ամենը մեր այսօրվա վիճակի հետ։ Ինչ արեց Համո Յուլիանը։ Համո Յուլիանը զանց է անում ուրեմն Ստալինի հրամանը եւ սկսում է իր գործարանում արտադրել թնդանոթները, որոնց արտադրությունը Ստալինը արգելել էր։ Երբ որ իմանում է Ստալինը, որ Յուլիանը ամեն դեպքում արտադրում է այդ Յուլիանի գործարանը արտադրում է այդ թնդանոթները, ոչինչ չի կարողանում անել, ինչի համար, որովհետև պատերազմի վերջում հենց ինքը Ստալինը խոստովանում է, որ եթե չլիներ Յուլիան Համոյի անհնազանդություն, այսպես ճակերտավոր ասած, դժվար կլիներ պատերազմը հաղթել։ Եկեք անցնենք Օվալով, Ամիր, Անիտա, Զաման, այսպես այդ կեղծանունները, ԽՍՀՄ հատուկ ծառայությունների, Իվան Աղայանց, Գևորգը, Գոհարը մեր, Միքայել Ալավերդյան կամ չգիտեմ ինչ արեցին ԽՍՀՄ-ի համար հետախույզները։ Միայն Հայկ Հովակիմյանի անունը եթե դուրս բերենք պատերազմական այդ դարաշրջանի, այդ ժամանակաշրջանի, ոչ թե դարաշրջանի Կրեմլի պատմության, Կրեմլի այսպես ասած հատուկ ծառայությունների պատմության էջերից եթե դուրս բերենք Հայկ Հովակիմյանի անունը, վստահ եղեք, որ այդ Մանհեթենյան նախագծից այսպես կորզած այդ ինֆորմացիան ատոմային ռումբի նախագիծը, որը Հայկը կարողացավ կորզել Ռոզենբերգ զույգից եւ փոխանցել Կրեմլ, վստահ եղեք, որ այդ ինֆորմացիան չէր հասնելու Կրեմլ։ Կրկնում եմ, ես չեմ ասում ուրիշ մեկը չէր անի, ես ասում եմ եկեք համադրենք միայն Հայկ Հովակիմյանին։ Բայց Հայկ Հովակիմյանը բերեց այդ Մանհեթենյան նախագծից կորզեց այդ ինֆորմացիան, փոխանցեց Կրեմլ։ Կրեմլը փոխանցեց այդ ինֆորմացիան Արզամաս 16, եւ որովհետեւ պատերազմից հետո արդեն, պատերազմից հետո չէ, պատերազմի վերջում արդեն 45 թվականին, երբ որ ԱՄՆ-ն արդեն դարձել էր միջուկային գերտերություն, Ստալինն այսպես ասած արագացրել էր տեմպերը եւ հրամայել էր ամենակարճ ժամկետներում ատոմային ռումբ ունենալ, ինձ հետաքրքիր չի ոնց։ Եվ այստեղ Հայկի աշխատանքը ռուսական պետանվտանգության ԽՍՀՄ, այսինքն ոչ թե ռուսական ԽՍՀՄ պետանվտանգության գեներալ-մայոր Հայկ Հովակիմյան։ Հայկը կարողացավ կորզել Մանհեթենյան նախագծից այդ ամենը եւ փոխանցել Արզամաս 16։ Արզամաս 16-ում աշխատում էին Կիրակոս Մետաքսյանը, Սամվել Քոչարյանցը, Ալի Խանյանը, այսպես անունները չտանք։ Ինչպես 49 թվականին ԽՍՀՄ դարձավ միջուկային գերտերություն եւ սրանով, սիրելի ժողովուրդ, ես հանուն արդարության ԱՄՆ-ի այդ ագրեսիվ պահվածքը 45 թվականից հետո, երբ որ նա դարձավ միջուկային գերտերություն, ԱՄՆ-ի ագրեսիվ պահվածքը հայտնի չէ ուր կհասցներ մոլորակին, եթե ԽՍՀՄ-ում չստեղծվեր, եթե ԽՍՀՄ չդառնար ատոմային գերտերություն, ես չգիտեմ սա ուր կտանե, որովհետև Ճապոնիային արդեն խփել էր, անգամ 46-47 թվականներին Չերչիլի բերանով Ամերիկան Ռուսաստանին, ԽՍՀՄ-ին այսպես ասած կամանց այսպես շատ զգուշորեն զգուշացրեց, որ հաջորդ հարվածը կարող է քեզ գալ, որովհետև միակ երկիրն էր, միակ միջուկային գերտերությունն էր։ Ես չգիտեմ քարտեզի վրա ինչ կլիներ, ինչ փոփոխություններ կլիներ, եթե ԽՍՀՄ 49 թվականին չդառնար միջուկային գերտերություն եւ կրկնում եմ Հայկ Հովակիմյան, Կիրակոս Մետաքսյան, Սամվել Քոչարյան, Ալի Խանյան եկավ Սառը պատերազմի երկրորդ փուլը։ Սառը պատերազմի երկրորդ փուլը սա արդեն տիեզերական, այսպես ասած, նվաճումների դարաշրջան էր, սա կոչվում էր լուսնային մրցավազք։ Այստեղ եկան Նորայր Սիսակյանը, այստեղ եկան Ալեքսանդր Քեմուրջյանը, այստեղ եկավ Յոսիֆյանը,
Այստեղ եկավ Պավել Աղաջանյանը, սրանք անուններ են սիրելի ժողովուրդ, որ խասահան պատմություն լինի, թե ժամանակակից Ռուսաստանի պատմություն լինի, գիրքն էս կողմ շուրջ 10-ին կողմ շուրջ 10 մարդկանց կենսագրականները ջնջել չի լինի։ Չի լինի ջնջել այն ամենը, ինչը արեցին Կրեմլի համար Պավել Աղաջանյանը, Ալեքսանդր Քեմուրջյանը, Նորայր Սիսակյանը, Յոսիֆյանը, չի լինի ջնջել։ Նույն Մետաքսյանը, նույն Քոչարյանցը, այս ամենը համադրելով, սիրելի ժողովուրդ, եկանք հասանք մեր օրեր։ Ինչ են անում հիմա մեր օրերում, հա, Յոսիֆ Հակոբյան կամ չգիտեմ Մարտիրոսով կամ չգիտեմ այսպես Սու-34 ստեղծեցին, նույնիսկ Արցախցին, բնիկ Արցախցին, արմատներով Արցախցին դարձավ Սուխոյի գործարանի տնօրեն։ Մի քանի տարի առաջ էր, սա Պողոսովի մասին է խոսքը։ Վերջապես Կրեմլի այսպես չակերտավոր անվտանգության ապահովմանը զուգահեռ այդ տարիներին, ուղիղ այդ տարիներին հեղափոխությունից հետո մինչ օրս, այս վերջին 100-ամյակ եւ ավել, Կրեմլի ապահովությանը զուգահեռ նվազում էր Հայաստանի անվտանգությունը։ Հիմա տեսեք ինչ էին անում հայերը Կրեմլի համար եւ ինչպես էր նրանց առածը անդրադառնում այդ Կրեմլի ապահովությանը եւ ինչպես էր դա հետադարձ, այսպես ասած, հակազդող, այսպես էֆեկտով թուլացնում Հայաստանի կարգավիճակ, Հայաստանի ապահովությունը։ Այո, սովետական Հայաստան էր, այո, էս էր, այո, այն էր։ Բայց եկավ 1991 թվականը։ Հազարամյակներով, այսպես հազարամյակով պետություն եւ անկախություն, չգիտեմ, չունեցած են կարճ 2 տարին, 3 տարին, այսպես ասած հաշիվ չերա 18-20 թվականների։ Երկիրը, որը վերջապես ազատվեց լծից, խորհրդային լծից, 1991 թվականին բոլոր, այսպես ասած, բոլոր հնարավորություններ ուներ, ոչինչ պակաս չէր Հայաստանում, սիրելի ժողովուրդ։ Պակաս ոչինչ չկար, ոչ մարդու պակաս կար, ոչ ուղեղի պակաս կար, ոչ վարպետի պակաս կար, ոչ հանքի պակաս կար, ոչ մի բանի պակաս չկար։ Գումարած այն ամենը, ինչը սովետական միությունից մնաց Հայաստանի նորանկախ հանրապետությանը, որովհետև Կրեմլը երբ որ փլուզվեց, այդ ամեն ինչը չվերցրեց ու գնաց, այդ ամեն ինչը մնաց Հայաստանի։ Եվ 91 թվականից սկսած, երբ որ մենք արդեն պատերազմի մեջ էինք, կարճ ժամանակ, 1 տարի կամ 2 տարի հետո, բոլոր հնարավորություններն ունեցող Հայաստանը ոչ միայն 2 քայլ առաջ չգնաց, ես նկատի ունեմ տնտեսությունը, ես նկատի ունեմ այն ռազմական արդյունաբերությունը, որը հարևան երկրներում նույնիսկ այդ տարիներին էր աճում, Լավ եկավ 94 թվականը, այսպես ասած, այդ հրադադարը ժամանակավոր, մենք բոլորս գիտեինք, որ սա ընդամենը հրադադար է եւ սա մի օր պայթելու է, անպայման պայթելու է։ Մի հատ, այսպես վիճակագրական տվյալներով նայեք այդ հարևան երկրի ռազմական արդյունաբերության աճին 94 թվականից մինչև 2020 առնվազն, վերջին 4 տարիները չեմ ասում։ Մեկ էլ նայեք Հայաստանի վիճակին 91 թվականից մինչև վերև։ Երբ որ նայեք Հայաստանի ռազմական արդյունաբերության ոչ միայն աճին, այլ հետընթացին այդ 30 տարիների ընթացքում, մի հատ էլ հետ նայեք այս բոլոր անձանց, որոնց մասին ես ձեզ այսպես կարճ պատմելով գնում եմ, ամեն օր մեկի անունը տալով։ Մեքսիկայի հեղափոխության ազգային հերոս, 2 օր առաջ խոսեցի այս մարդու մասին, Ջակոմո Հարության, Մեքսիկայի հեղափոխության ազգային հերոս, Պարսկաստանի հեղափոխության ազգային հերոս, Հնդկաստանի ազատագրական պայքարի ազգային հերոս, Օսմանյան բանակի, չգիտեմ, ազգային հերոս, Դարդանել օպերացիայի հերոս, անգլիական մի 6 հատուկ ծառայությունների սպա, որը կարողացավ պատերազմի տարիներին, չէ Ղազարյան ունենք, որ կարողացավ պատերազմի տարիներին, այսպես ասած, հայտնաբերել այն անգլացի
պաշտոնավորներին, որոնք աշխատում էին գերմանական երրորդ ռեխի համար։ Սրանք էլ մի 6-ի հետախույզներն էին։ Մի 6-ի հետախույզները ԽՍՀՄ հետախույզները ամերիկյան բանակի ԱՄՆ զինված ուժերի հզոր գեներալները, Այք Շեքերջյան, Էրնեստ Դերբիշյան, չգիտեմ, Գևորգ Շուսկալյան, այս ամենը, հա, ռազմածովային ուժերի նախարար Պոլ Իգնատոսյան, այսպես Բրազիլիայի նավատորմի ծովակալ ինչ էր, Չիլիի ռազմածովային ուժերի ադմիրալ, հա, ծովակալ, այս ամենը համադրելով, սիրելի ժողովուրդ, մի կողմ թողնելով այդ հարևաններին էլ, նրանց էլ Կրեմլին էլ մի կողմ թողելով, ինձ հետաքրքիր չի Կրեմլը, համադրելով այս ամեն ինչը, որ հայերը անձնվիրաբար արեցին եւ նրա համար, ԱՄՆ-ում հայտնվել են այս մարդիկ ցեղասպանությունից հետո, ԱՄՆ այս մարդկանց տուն տեղ տվեց, հայրենիք տվեց, մարդիկ նորից վեր կացան արդեն երկրորդ համաշխարհայինի ժամանակ, պաշտպանեցին Ամերիկայի ժողովրդին, հերոսացան, 20-25 հազար հայեր սակավաթիվ այդ բնակչությունից, որովհետև այդ թվերին շատ քիչ, կարծեմ մոտ 200,000 հազիվ էր հասնում հայերի թիվը ԱՄՆ-ում այդ տարիներին, հա, այդքանից 20-25 հազարը վեր կացան ֆաշիզմի դեմ պատերազմի միայն ԱՄՆ-ում, եւ նրանցից շատերը դարձան հերոսներ։ Այս ամենը համադրելով Անդրանիկ Տեր-Ստեփանյանի անունը 60-ական, 70-ական թվականներին այս մարդը ստեղծեց ԽՍՀՄ-ի հակահրթիռային, հակատանկային առաջին զենքերը։ Հիմա եթե նայում ենք, սիրելի ժողովուրդ, Անդրանիկ Տեր-Ստեփանյան չունենք Հայաստանում հիմա։ Անդրանիկ Յոսիֆյան չունենք Հայաստանում, Պավել Աղաջանյան չունենք։ Դուք հասկանում եք ես ինչի մասին եմ խոսում։ Ես խոսում եմ ոչ թե նրա մասին, որ այս մարդիկ չլինեին աշխարհը փուլեր եկել, շուրեր եկել։ Ես չեմ խոսում նրա մասին, որ այս մարդիկ չլինեն, Ռուսաստան չկար կամ Պարսկաստան չկար, ոչ։ Ես ընդամենը ասում եմ, եթե դուք կարողանում եք այս ուղեղով, այսպես ուղեղով անձնվիրաբար ծառայել ռուսին, վրացուն, չգիտեմ, ադրբեջանցուն, չգիտեմ, դրանց նույնիսկ ադրբեջանցուն Բաքվում, ես պատմում եմ ինչեր են արել այս մարդիկ այն ժամանակ խորհրդային Բաքվում։ Ստամբուլում կոտորածից հետո, Համիձյան ջարդերից հետո մնացին, Եղեռնից հետո մնացին, մինչև օրս մնացել են եւ մինչև օրս միլիոնատեր հայեր։ Ներողություն եմ խնդրում, ինչ որ կապի խնդիր կար, չհասկացա ինչ է, որ ժողովուրդ ջան։ Լսվում է, չէ՞, ձայնի խնդիր չունենք, չէ՞։ Չհասկացա ինչ եղավ, մի պահ անջատվեց։ Չկա ոնց որ կապը, հա։ Կա կապը ժողովուրդ, ես չհասկացա ինչ եղավ ճիշտն ասած։ Կապը մի պահ կորավ։ Ձայն կա ժողովուրդ, լսվում է։ Կապը գնաց, չհասկացա։ Չէ, կապը թույլ չի, չէ, չհասկացա ինչ եղավ։ Ինչ որ մի բան կարգավորումների մեջ ինչ որ մի բան խառնվեց, չէ, կապի խնդիր չկա։ Լավ, ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, սիրելի ժողովուրդ, տեխնիկական ինչ որ հարցեր, ներողություն եմ խնդրում իհարկե։ Այսպես շարունակելով թեման նորից գալիս ենք այդ նույն հարցին։ Անդրանիկ Տեր-Ստեփանյան ունենք, Պավել Աղաջանյան ունենք, Անդրանիկ Յոսիֆյան ունենք, Ալեքսանդր Քեմուրջյան ունենք, Սիսակյան ունենք, չգիտեմ այն հետախույզներով, չգիտեմ Պարսկաստանի հերոս, չգիտեմ Հնդկաստանի հերոս, ժողովուրդ ջան, սա խոսում ենք մեր հայրենակիցների մասին։
Եվ եթե խոսում ենք անցյալով, չի նշանակում, որ հիմա չկան։ Հիմա մեր օրերում կան մարդիկ, որ նույն բանը անում են նույն քառակուսի մետրի վրա։ Մեկը արդեն ասացի, Ստամբուլում միլիոնատեր հայեր կան, հիմա այսօր մեր օրերում միլիոնատեր հայեր։ Հնդկաստանում կամ չգիտեմ Եվրոպայում կամ այնտեղ, ինչն էր խնդիրը, որ կարելի էր Կրեմլին բերել, բարձրացնել, դարձնել այսպես միջուկային ապահով չէ, որ Համո Յոլյանը 1945 թվականին ստեղծեց Մոսկվան պաշտպանող առաջին հակաօդային պաշտպանության համակարգը, Համո Յոլյանը։ Տեսեք այդ վիճելի անընդհատ քննարկվող այդ հարցերը ինչ են արել մեր ժողովրդի համար այսպես, այն որ դուք մի քիչ ավելի կոպիտ եք արտահայտվում, սիրելի ժողովուրդ, այն որ մի քիչ ավելի գռեհիկ արտահայտվողներ կան անգամ, հա, եթե մի քիչ ուշադիր լինեք, իմ արածի ողջ նպատակը այ հենց այդ արտահայտությունն է, լավ, բան մեզ ինչ տվեց այս ամենը։ Պարզապես ես սա ասում եմ վերլուծականներով, ես սա ասում եմ կենսագրականները համադրելով, ես սա ասում եմ բոլոր թվերը միմյանց հետ համադրելով եւ ցույց տալով այսօրվա Հայաստանի պատկերը։ Դուք դա անում եք մի քիչ ավելի գրեհի կերպով, դուք ասված է սա ինչ որ կոնկրետ մարդկանց մասին է խոսքը, հա։ Ես չեմ կարող պատկերացնել որևէ այլ ժողովուրդ եւ չեմ պատկերացնում անկեղծ ասած, որ կարող էր այսքան անել մի կառույցի այսպես համար, որին հպատակվել էր սիրելի ժողովուրդ։ Այս ենթագիտակցաբար է ժողովրդի մեջ ներդրվեց Ստոկհոլմյան սինդրոմը, ենթագիտակցաբար։ Բոլշևիզմը գնաց Ռուսաստանից Հայաստանում մնաց այդ բոլշևիզմը։ Այստեղ խոսքը ԽՍՀՄ-ի մասին չէր, էս արեցինք, այն արեցինք, լավ երկիրներ ապրում ենք, չգիտեմ, խոսքը այստեղ հայերի ինքնորոշման եւ անկախության մասին էր, որ հայերը դրա գինը չկարողացան արժեքը, ոչ թե գինը, ներողություն, գինը լավ բառ չի, արժեքը չկարողացան պատկերացնել ամենայն լրջությամբ, այսինքն անկախ նշանակում էր ոչ մեկից կախ։ Ես չեմ, դուք եք սիրելի ժողովուրդ, անկախությունը այդպես էր 91 թվականից մինչև այսօր։ Ռուսական ռազմաբազաները մնացին, մինչև օրս ռուսական այդ մտնում ես օդանավակայան, ռուսներն են քեզ դիմավորում մեր բանում, տամոժնյում։ Սա համադրելու համար էր սիրելի ժողովուրդ։ Այս գրքերը, որ այսքան դուք անդադ հարցնում եք, անդադ մարդկանց մասին անդադ հարցնում եք, իսկան որ ես փորփրում եմ, անդադ նոր մարդկանց եմ գտնում, փորձում եմ ինչ-որ նոր գիրք հավաքել, նոր մարդկանց մասին ձեզ ծանոթացնել։ Այս ամենի նպատակը երբևէ չի եղել աշխարհի առաջ այսպես դոշներից ծեծել, ասել տեսեք մենք ով ենք։ Լրիվ հակառակը։ Լրիվ հակառակը։ Սրա նպատակն էր մեզ ինքներս մեզ հարց տալ։ Սիրելի հայեր, դուք այսքան է ժողովրդի մասին, որ կարդում եք, որ տեսնում եք ինչեր արեցին Կրեմլի համար, Անգլիայի համար, որ ատում էր հայերին, ես ձեզ անցյալ անգամ պատմեցի, թե անգլիացիները ինչ ատելությամբ էին լցված հայերի նկատմամբ, երբ որ մտան Հնդկաստան։ Այս ամենը արվեց Օսմանյան կայսրության համար, այս ամենը Համիդյան ջարդերից հետո դարձյալ արվեց Օսմանյան կայսրության համար։ Երի թուրքերն եկան դարձյալ արեցին երի թուրքերի համար, երի թուրքերը ցեղասպանությունը կազմակերպեցին 1915-ից հետո հայերը նորից մնացին Ստամբուլում եւ այս ամենը նորից 1915 թվականից այս կողմ գիտեք քանի պրոֆեսորներ, գիտնականներ ու չգիտեմ ինչ բժիշկներ են տվել հայերը Թուրքիայում, իսկ Հայաստանում Բերյան Ստալինը Միկոյանի այսպես թեթև ձեռքով ուղղակի ոչնչացնում էին հայ մտավորականությանը, ոչնչացնում էին մտավոր զանգվածը մտածողներին, որոնք կարող էին հանկարծ ինչ-որ բան փոխել։ Ասում էին նստեք հարմարվեք, ինչ եք ուզում, ձեր աշխատավարձը կա, ոչինչ չեք անում, ոչ մի բան չեք խառնվում, լեն ու բոլ այդպես խորհրդային լեզվով ասած զամ մինիստրի պես ապրում եք, էլի ինչ եք ուզում դրանից։ Դրա համար մինչև այսօր, երբ որ մեզանից շուտ որ մենք էլ ենք ապրել այդ խորհրդային շրջանում, մինչև 17 տարեկան, իսկ դա քիչ տարիք չէր, սիրելի ժողովուրդ, ես այդ ամենը շատ լավ հիշում եմ։ Այսինքն այդ դպրոցի գոնե 10 տարիներ ինչ էինք անում, ոնց էինք անում։ Միթե հնարավոր չէր այս ամենը գոնե 3%-ը պահել սեփական ժողովրդին, գոնե 3%-ը, եւ կրկնում եմ, այս ամենը համադրելով ես այս ամենը ուզում եմ բերել 91 թվականից վերև,
երբ որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ հանրապետություն եւ ոչ թե մեղքը դնելով հասարակության վրա, այլ մեղքը դնելով են ամենավերևների պատասխանատուների վրա, որոնք ոչինչ չարեցին այս արդյունքում, ոչինչ չարեցին։ 94 թվականին, երբ որ հրադադարը ստորագրվեց եւ հայերն այսպես եկան տուն, մենք շատ այդպես շահավետ պայմաններով վերադարձանք, իհարկե զոհերով, բայց շահավետ պայմաններով 94 թվականից մինչև այսօր հարևան հանրապետությունը ռազմական արդյունաբերությունը տարի ավելացնում էր, իսկ մերը տարի հետևանք ինչ ունենք, որ ինչ ռազմական արդյունաբերություն։ Ասում ենք սպասենք, որ ժամանակը գա, պետք է ռուսները կտան։ Տվեցին։ Եվ երբ որ գալիս էր այդ պահը, որ պիտի ռուսներից ինչ-որ բան ուզեին, այստեղ ես ձեզ հարցնում եմ, ասում եմ դուք տեղյակ եք, որ ըստ ռուսական աղբյուրների ավել պակաս արտահայտություններ չլինի, բացեք, կարդացեք, դժվար չի գուգլել, հասկանում եք, ինտերնետի դարա։ Ըստ ռուսական աղբյուրների ժամանակակից Իսկանդեր եւ Վերդա համակարգերը ստեղծվել են Անդրանիկ Տեր-Ստեփանյանի նախագծերի հիման վրա։ Անդրանիկ Տեր-Ստեփանյանը ստեղծեց առաջին հետաքրքրային համակարգերը տոչկաու, ստրելա, իգլա, այսպես այս բոլորը թողեց ԽՍՀՄ-ին։ Յոլիան Համոյի Կաբեն, այդ կոնստրուկտորական բյուրոն, որտեղ նա հավաքեց առաջին հոպը եւ տվեց Կրեմլին, Կրեմլը պաշտպանող առաջին հոպն էր։ Յոլիան Համոյի այդ Կաբեն այսօր մեր օրերում արտադրում է S300, S400։ Սրանք ընդհանրապես կենսագրականներ են, թվեր են։ Այստեղ ոչ կարող ես հորինել, ոչ կարող ես ինչ-որ միտեղից այսպես թվեր են, որոնք գրված են։ Ես սրանց մեջ ոչ քաղաքականություն եմ դնում, ոչ պաթոս եմ դնում, ոչ ավելացնում եմ, ոչ պակասեցնում եմ։ Ընդհանրապես ասում եմ, սիրելի ժողովուրդ, սրանք թվերը դուք նայեք։ Այսպես ավելի պարզ ասեմ, սա սևը, սա սպիտակը դուք ընտրեք։ Եվ ընտրենք ու հասկանանք ինչն էր պատճառների պատճառը, որտեղ էր թաղված շան գլուխը, որ այս մարդիկ դարերով, որ ժամանակներից ուզում եք սկսենք։ Մեր թվարկությունից առաջ կարող ենք նույնիսկ սկսել, այդ Կիլիկիանի հանրապետությունով դուք տեսեք հույն պատմիչները ինչեր են պատմում հայ մեծարոսների մասին, բանկային համակարգ էին ստեղծել մեր թվարկությունից առաջ հայերը, բանկային համակարգ։ Այսօրվա բանկային համակարգը, այսպես ասած, նմանակ, այսպես կարճ, երկրից երկիր, աշխարհի մի ծայրից մի ծայրը մեծ գումարներ ու ապրանքներ էին տեղափոխում այն ժամանակ, այսպես որ հատուկ բանկային համակարգ էին ստեղծել։ Դարերի ընթացքում եկան, որ պետության մասին կարդում ես, այսօրվա ժամանակակից Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանակակից, կարդում ես անհիշելի ժամանակներից հայերն այդ երկրի տարածքում ապրել են։ Ասում ես եկեք անցնենք Օսմանյան կայսրություն։ Նայում ես Օսմանյան կայսրության տարածքում նույնիսկ Օսման ցեղապետի այդ տարածք ոտք դնելուց առաջ էին հայերն այդտեղ ապրում։ Ոչ միայն հայերը, հույները, ասորիները։ Այդ Օսման ցեղապետը երբ որ եկավ, այն ժամանակ սրանք թուրքեր չէին, ինչ թուրքի մասին էր խոսքը։ Վերջին 200 տարում են սրանք դարձել թուրք։ Օսմանցիներ։ Օսման ցեղապետը երբ որ եկավ ու հիմնեց այդ Օսմանյանը, հայերն արդեն ապրում էին։ Հնդկաստանում, Սինգապուր, Հոնկոնգ, չգիտեմ, հետո գալիս ես մտածում ես, ասում ես լավ են, ամենածանր շրջանում, այդ ամենածանր շրջանում, երբ որ ցարական Ռուսաստանի այդ ոչ պաշտոնական, այսպես ասած, ոչ պաշտոնական, ինքը ֆորմալ, բայց փաստացի լծի տակ չկռում էր Հայաստանը, այդ թվերին։ Մեկ էլ տեսնում ես, հոպ, պորտուգալացիները գնացին Հնդկաստան, հայերը վեր կացան պորտուգալացիների դեմ կռիվ Հնդկաստանում։ Հոպ անգլիացիները գնացին Պարսկաստան, հայերը վեր կացան Պարսկաստանում անգլիացիների դեմ կռիվ։ Անգլիացիները գնացին Օսմանյան կայսրության դեմ կռիվ 1915 թվականին։ Եղեռնի նախօրեին Չերչիլը հարձակվեց Օսմանյան կայսրության վրա Դարդանելի նեղուցում, հայկական ջոկատները Օսմանյան կայսրության բանակի կազմում վեր կացան Չերչիլի դեմ պատերազմ։ Եղեռնից հետո մեր երեխեքը, մեր որբերը գնացին հասան Երուսաղեմ, Երուսաղեմից գնացին հասան Եթովպիա, այնտեղից են ֆաշիստ Մուսոլինին եկավ մտավ արաբական աշխարհ այսպես տրկացնելու, մեկ էլ տեսնում ես հոպ երաժիշտ երեխեք այդ գործիքները թողեցին, վեր կացան Մուսոլինիի դեմ պատերազմի։ Այն թափից փրկվեց մարդը, Ջակոմո
Հարության, Հակոբ, այսպես ասած, այն թափի Համիդյան ջարդերից այն ժամանակ այն թափից փրկվեց, գնաց Սիրիա, Սիրիայից գնաց Մեքսիկա, Մեքսիկայի հեղափոխական զորքերի գեներալ, Մեքսիկայի հեղափոխության ազգային հերոս, այն թափից։ Իտալիայի ազգային հերոս Քյավառից։ Հետո հետ ես գալիս, ասում ես, լավ, հələ հետ եկեք եթանք ԽՍՀՄ։ Սամվել Քոչարյան, Ավետիք Բուրնազյան, հա, քյավառցիներին մեր կենցաղային լեզվով ասած։ Հիմա եկեք այդ քյավառցիների ավանդը այսպես Կրեմլի պատմության էջերից դուրս բերենք, այս իրելի ժողովուրդ ջան, մեզ տուն տեղ չունենք։ Այս ամենը համադրելով տարբեր ժամանակներում մեր թվարկությունից առաջ, մեր թվարկություն, միջին դարեր, չգիտեմ, հին աշխարհ, նոր աշխարհ, քառակուսի մետրը կարևոր չի, ընդհանրապես ոչ մի պետության անուն կարևոր չի, մոլորակի էս մի ծայրից մինչև այն մի ծայրը, ամենտեղ հայերի անուններ այսպես միանգամից ջրի երես էին դուրս գալիս, սա գեներալ էր, սա զորավար էր, սա Սիրիան փրկեց, սա Ռումինիան փրկեց, Ռումինիայի գեներալ, Բուլղարիայի գեներալ, Սիրիական բանակի գեներալ, Մեքսիկայի գեներալ, չգիտեմ, Պարսկաստանի գեներալ, Հնդկաստանի գեներալ, Օսմանյան բանակի գեներալ, այս իրելի ժողովուրդ, տուն, տեղ, երկիր։ Այս սրա մասին էր խոսքս, իրելի ժողովուրդ, բոլոր նրանք, ես հիմա ձեզ բոլորիդ, այսինքն նրանց, ովքեր անպայման ուզում են ինչ-որ շեղել այս ամենը, ես ձեզ հիմա պարզ հասարակ ասում եմ, երբևէ իմ արածի մեջ չի եղել այսպես տողատակերով ինչ-որ մեկի հետևից, ինչ-որ մեկին ստորացնել, կպնել, այսպես չգիտեմ, ոչ, բոլոր խնդիրները եղել են և մնում են մեր մեջ։ Մեր միջավայրում է եղել այս ամեն ինչը, մեր միջավայրից են այս մարդիկ գնացել դարձել այլ երկրների գեներալներ, իսկ մեր միջավայրում մենք բոլորս միասին չենք կարողացել։ Ստացվում է, գիտեք ինչ, որ հայերը խելացի, զորավոր, հանճարեղ են անհատապես հանճարները բոլորը միասին չգիտես ինչի դարձան անճար։ Որ մեկին խոսցնես հանճար էր, դու հանճար ես, մեկը զորավար, մեկը գիտնական, մեկը բժիշկ, տեսեք ինչ են արել, բոլորը միասին դարձան անճար։ Եվ այս անճարությունը այսպես չակերտավոր, հա, իհարկե, որովհետև սա սարքած անճարություն էր, սա մենք մեր գլխին բերած անճարություն էր։ Երբ որ ես խոսում եմ այս մարդկանց մասին, դուք պիտի հասկանաք, որ սա անճար ազգի մասին չի խոսքը, տեսեք այս ժողովուրդն ինչեր են արել։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, կրկնում եմ եւս մեկ անգամ ու ձեր ժամանակը չխելեմ, հանգստացեք, հաջորդ եթերի ժամանակ ես կփորձեմ արդեն կամաց այս բոլոր անուններից ընտրել ամեն հաղորդման մեջ մեկ կամ երկու անուն ու այսպես մանրամասն խոսենք այդ մարդկանց մասին եւ կփորձենք միասին համադրել, ընդամենը համադրել, զուգահեռել, սիրելի ժողովուրդ, զուգահեռներ տանել, ընդամենը պարզ մաթեմատիկա հասկանալու համար, ոնց կարելի է աշխարհի տունը այսպես եւ ճակերտավոր եւ առանց ճակերտների եւ ալեգորիկ եւ ուղիղ իմաստով աշխարհի տունը շինել, բայց սեփական տան հիմքերը ինքդ քո գլխին փուլ տաս։ Դու ինքդ տան մեջ նստած քո տան սյուները ջարդես այդ տունը փլվի գլխիդ, հետո կանգնես արևաններին ասես դուք եք մեղավոր։ Այս միջավայրի այս հասարակության մեջ պետք է փնտրել այդ շան գլուխը թաղված, հա, որ հասկանանք ինչի համար մեզանից ամեն մեկը կարող է Պուերտո Ռիկոյում, չգիտեմ, Պապուա Նոր Գվինեայում, Աֆրիկայում, Ավստրալիայում դառնալ նույնիսկ այդ պետության պրեզիդենտը, իսկ Հայաստանում մաքսիմում դպրոցի, չգիտեմ, աշխատանքի ուսուցման դասատու կամ պատմության դասատու կամ չգիտեմ ինչ։ Այսպես էս մարդիկ կարող էին դառնալ օտար ազգերի ազատագրական պայքարի գեներալներ, զորավարներ, հզոր դեմքեր։ Կարդացեք հռոմեական կայսրության ահու սարսափ Կիլիկիայի ծովակալները։ Ինչ էին անում Կիլիկիայի հայ ծովակալներ այն ժամանակա։ Ասում են հույն պատմիչներն են գրում։ Ասում են հռոմեական կայսրության ահու սարսափն էին հայ ծովակալները եւ ծովահենները։ Միայն Պոմպեին է հաջողվում Կիլիկիայի
հայերին այսպես ասած խեղճացնել։ Պոմպեյի հետում է, զորքով արշավում է եւ խորտակում է այդ նավերը։ Բայց ասում տեսեք 10 թվական այսպես չեմ կարող ասել, երբ որ մեզ ոչ անծանոթ իհարկե, հա, հետագայում արդեն ԽՍՀՄ ռազմածովային ուժերի այսպես ադմիրալ Իսակովը, երբ որ երիտասարդ տարիքում արդեն քննություն էր տալիս, որպեսզի ընդունվեր Լենինգրադի ռազմածովային ակադեմիա, նրան մերժում են։ Երբ որ մերժում են Իսակովին, Հովհաննես, հա, ընկերները նրան Վանո էին ասում պարզապես, ասում են Վանոն այսպես ջղայնանում է հենց այդ լսարանում, ասում ես չեմ հասկանում, որտեվ այդ ռուս ադմիրալը, որ մերժում է նրան ընդունել, հա, ռազմածովային նավատորմ, ասում ես չեմ հասկանում, հայ ու նավատորմ, դու ինչ գործ ունես նավատորմ, այսինքն դու ոնց ես քեզ տեսնում հայերին, բայց Գարսոյանը անծով երկրի ծովակալներ, լեգենդար Գարսոյևը, այս մարդու պատմությունը, այս մարդու անունը դուք հիմա որ ԽՍՀՄ պատմությունը քանդեք, հիմա որ գնաք Ռուսաստանի պատմությունը բացեք, ասեք խնդրում եմ, մի հատ արխիվները բացեք, տեսնենք այս մարդն ով է եղել։ Գրված է եւ չակերտներով, ներողություն, ես չակերտներով կասեմ, հա, создатель первых атомных лодок Советского Союза, կոնստրուկտոր, ներողություն, ոչ թե создатель, կոնստրուկտոր, արդեն այդ ցարական Ռուսաստանի այդ նավատորմից այդ ջարդոնը երբ որ հանեց, առաջին ատոմային սուզանավերը այս մարդը նախագծեց։ Ու երբ որ Վանոյին մերժում են, Վանոն ասում է, ես չեմ հասկանում, դու այսպես հեգնանքով ասում, դու ռուսական նավատորմի ծովակալ ես ու դու Գարսոյևին չես ճանաչում։ Կամ հիմա ես քեզ սկսեմ պատմել Լազարևների մասին, սկսեմ պատմել հայ ծովակալների մասին։ Սկսեմ քեզ պատմել հայերի մասին, որոնք իրենց աշկերով ծով չէին տեսել, անծով երկրում էին ծնվել ու մեծացել, բայց դարձան տեսեք ինչ ծովակալներ։ Այսքանը սիրելի ժողովուրդ, ձեզ նեղություն չտամ, չհոգնեցնեմ, կրկնում եմ, ընդամենը մաթեմատիկական հաշվարկներ, զուտ մաթեմատիկական հաշվարկներ, մեկին մեկ գումարել, երկուսին 3 գումարել, հետո ինչ-որ մի բան հանել, 3-ից հանել 2, չգիտեմ, այսպես, հա, սովետական հետախույզներ, սովետական գիտնականներ, սովետական բժիշկներ, Կրեմլին անգնահատելի ծառայություններ մատուցած հայ բժիշկներ Կրեմլին, ոչ թե ԽՍՀՄ-ին, անձամբ Կրեմլին անգնահատելի ծառայություն մատուցած զորավոր ճարտարապետ Միրոն Մերժանովը, հա, Միրան Մերժանյանց, այդ մարդու անունը ջնջեցին պատմության միջից։ Այդ բարձրաստիճան բոլորի այդ դաչաները, չգիտեմ ինչերը, պրեզիդենտական այդ ոչարով ռուչը, այսօր այդ Պուտինը, որ գնում է այդտեղ հանգստանալու, այդ մարդը ժամանակին նախագծել է դա Միրան Մերժանյանցը, բայց ասում են, երբ որ Մերժանյանցին դատապարտում, Ստալինը ինչպես միշտ, հա, ուղղակի հակասովետական ինչ-որ մեղադրանքով մարդուն վերցնում ու դատապարտում են, ուղարկում են Սիբիր, կնոջն ուղարկում են Կարագանդա, կինը մահանում, այս մարդը չէ իմանում, երեխեն կորում է ճանապարհին։ Սրանք մարդիկ են, որ Կրեմլին են անհատապես այս մարդուն համարում էին, ոչ թե համարում են, այս մարդուն մինչև այսօր ասում են Ստալինի անձնական ճարտարապետը, Ստալինի անձնական ճարտարապետը։ Մենք տուն չունենք, մենք ճարտարապետության կարիք չունենք, իմիջիալոց այդ ժամանակ բանը Թամանյանը Լենինգրադում էր աշխատում այդ տարիներին։ Այսքանը սիրելի ժողովուրդ, լավ մնացեք, անփորձանք մնացեք։ Ուզում եմ ձեզ ասել, որ այս հեռախոսահամարները, որ ես այստեղ թողնում եմ, սիրելի ժողովուրդ, սրանք պատահական զանգերի համար չեն, որ վերցնեք գիշերվա կեսին ով երբ ինչ ոնց ուզի։ Ես անցյալ անգամ էլ ասեցի, եթե ցանկանաք զրուցել, եթե ցանկանաք ինչ-որ ֆորմատով հանդիպել 3-4 հոգով կամ նստենք այսպես զրուցենք, նախապես գրեք, նախապես կխոսենք, թեման կընտրենք, միասին կմիանանք, այդպես Zoom կոնֆերենցիա կանենք, նստենք զրուցենք։ Մնացյալը սիրելի ժողովուրդ, ըստ ձեր դատողության, դուք ծանր թեթև արեք, դուք հանեք, դուք գումարեք, հաջորդ անգամ արդեն հաջորդ եթերին առաջնաստված կխոսենք 1 կամ 2 հոգու մասին ավելի մանրամասն, եւ դուք կհասկանաք, որ այս ամեն ինչի մեջ
չկա պաթոս, ոչինչ ավելացված չի, բայց հնարավորինս եւ պակասեցված չի։ Սրանք կենսագրականներ են։ Մարդիկ, որոնք անջնջելի ավանդ ունեն ողջ աշխարհում, եւ այդ մարդիկ հայեր են։ Եվ այդ անջնջելի ավանդ ունեցող հազարավոր հայերի միակ մի հատիկ հայրենիք այսօր աչքը դրել է հյուսիս, հարավ կամ չգիտեմ արևմուտք կամ արևել, թե ով կգա, ով կհասնի, ումից ինչ վերցնի, ով իրեն ինչ կտա, բա իր ժողովուրդը սենց պիտի լիներ այսօրով։ Սա են ընդհանրապես հարցը։ Եվ ինչու է այսօրին, որովհետև կրկնում եմ, միջավայրը վանում էր։ Մենք մեր միջից դուրս էինք փսխում այս մարդկանց։ Միջավայրից։ Միջավայրն էլ գալիս էր այն վերևներից։ Այսքանը սիրելի ժողովուրդ, եթե հարցեր կլինի, չգիտեմ, դուք գրեք, ես հնարավորինս իհարկե կնայեմ, կպատասխանեմ, կհանդիպենք մի քանի օրից, շատ շնորհակալ եմ, ցտեսություն, լավ մնացեք։